Աստծո ներկայությունը բնակվում էր տաճարում։ Երբ Հիսուսն ավանդեց իր հոգին, տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև։ Այն վարագույրը, որն առանձնացնում էր սրբարանն ամենասուրբ վայրից, ամենասուրբ վայրում ուխտի տապանակն էր և այն իրենց թևերով ծածկող քերովբեները։ Այդտեղ բնակվում էր Աստծո ներկայությունը։ Տաճարի վարագույրը պատռվեց վերևից ներքև, քանի որ Աստված պատռեց այն։ Ոչ մի մարդ չարեց դա, այլ Աստված։ Աստված հայտարարեց. ես տեղափոխվում եմ այս ձեռակերտ շինությունից դեպի իմ նոր տաճարը, այդ տաճարը վերստին ծնված հավատացյալն է։ Այնպես որ, երբ աղոթում ենք, մենք պետք է հասկանանք. ահա տաճարը, ահա ամենասուրբ վայրը։ Երբ աղոթում եք, սովորեք նայել դեպի ներս, ոչ թե պատկերացրեք, որ մտնում եք միլիարդավոր կիլոմետրերով հեռու գտնվող գահի սրահը։ Սխալ մի հասկացեք ինձ, գրված է, որ մենք կարող ենք մուտք գործել միլիարդավոր կիլոմետրերով հեռու գտնվող գահի սրահը։ Հիշեք, հոգու մեջ դուք կարող եք միաժամանակ կատարել երկու բան, դուք կարող եք միաժամանակ կատարել շատ բաներ։ Բայց ես պարզել եմ, որ հավատացյալները մտածում են, չեմ պատկերացնում այդ գահի սրահը մտնելը։ Դուք պետք է նայեք դեպի ներս, քանի որ ամենասուրբ վայրը այդտեղ է, Սուրբ Հոգին բնակվում է հենց այդտեղ։ Հիշեք, Հիսուսն ասաց, որ Հոգին կլինի ձեր մեջ և ձեզ վրա, այլ կերպ ասած նա լինելու է մեր մեջ, այսինքն մենք տաճար ենք։ Այժմ լսեք Եբրայեցիների 11:6 խոսքը։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճեցնել կամ գոհացնել նրան, որովհետև նա ով մոտենում է Աստծուն, հիշեք, մենք խոսում ենք Աստծուն մոտենալու մասին։ Պետք է անհրաժեշտաբար հավատա, որ Աստված գոյություն ունի և որ նա վարձատրում է նրանց, ովքեր ջանասիրաբար և եռանդուն կերպով փնտրում են նրան։ Սա ընդլայնված Աստվածաշնչից է, այսպիսով, այն տարրը, որը շատերը բաց են թողնում, հավատքն է։ Մենք չենք կարող հաճեցնել Աստծուն առանց հավատքի։ Չգիտեմ, թե ինչու են մարդիկ բարկանում հավատքի ուսմունքի պատճառով։ Ես ուզում եմ հաճեցնել Աստծուն, և գրված է, որ ես չեմ կարող հաճեցնել նրան առանց հավատքի։